Բարի լույս, բարի օր, ինձ համար հարազատ դարձած ընկերներ, հարազատներ ջան, ձեզ բերել եմ սեր, ջերմություն, արև, անուշ եղանակ, տեսնում եք ինչ լավ անուշ եղանակ է, աշնանային գեղեցիկ գունեղ տերևներով եղանակ եմ բերել, սիրելիներս առավոտյան այնպիսի ցուրտ էր -2, իսկ հիմա արդեն կեսօր է, տաքացել է եղանակը, արև, անուշ, գեղեցիկ եղանակ, դուրս եմ եկել պատշգամբ, նստել եմ և ձեզ ցույց եմ տալիս այս աշնանային գեղեցիկ տեսարանը, այս գեղեցիկ ծաղիկները բոլորը նվիրում եմ ի սրտե ձեզ, սիրելի հետևորդներ ջան, ես որ գնացի Հայաստան, մեր պատշգամբում վարագույր չկար կախած, իսկ հիմա տեսնում եք գեղեցիկ կախած է վարագույր և արհեստական ծաղիկ, սիրելի հետևորդներ ջան, դեռ ավելի կգեղեցկանա մեր պատշգամբը, ընթացքում ձեզ ցույց կտամ, ինչպիսին էլ որ մեր օրը լինի, եկեք շնորհակալ լինենք Աստծուց, սիրելիներս, այսօր ինչ խոսելու եմ, իմ սրտից է բխում, ուզում եմ ձեզ շնորհակալությունս հայտնել ձեր հետաքրքրության համար, ձեր բարի մաղթանքների համար, ձեր հարցումների համար, միշտ գրել եք, հարցրել եք իմ առողջականի մասին, ոչինչ, ապաքինվում եմ արդեն կամաց, իմ լավ բարեկամներ, Աստված կրկնապատիկը, եռապատիկը, քառապատիկը օրհնի ձեզ, տեսնում եք աշուն, 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 տերևները դեղնած, իջնում են կամաց, այնպես մեղմորեն իջնում են և գեղեցկացնում են մեր շուրջ բոլորը, ամեն եղանակ ունի իր գեղեցկությունը, սիրելիներս, աշունը սիրելիներ ջան, դրեցի մի բաժակ կոֆե, եկա նստեցի դրսում պատշգամբում, մեր նոր կառուցված պատշգամբում, արև է, անուշ եղանակ է, տաք եղանակ, իսկ առավոտյան շատ ցուրտ էր, ոնց որ այսինքն սառույց պատած լիներ գետինը, ամբողջը սպիտակել էր, իսկ հիմա ժամը 12:40 է, արդեն եղանակը լավ, արևոտ, անուշ, որոշեցի նստեմ, մի քիչ խոսեմ ձեզ հետ դրսում և նոր գնամ խոհանոց, տեսնեմ այսօր ինչ եմ պատրաստելու, սիրելիներս, դեռ Հայաստանի ազդեցության տակ եմ, համն ու հոտը ինձ հետ է, Հայաստանի շունչը ինձ հետ է, չնայած դուք քաջ տեղյակ եք, որ ոչ մի տեղ դուրս չեկա, ման չեկա, ոչ մի տեղ տանից, իմ լավ բարեկամներ, բայց Հայաստանի շունչը ինձ հետ է, կմնա մինչև կյանքիս վերջ, դառը կոֆե խմենք, ինչ եմ ուզում ձեզ ասել, խնդրում եմ իմ լավ բարեկամներ, բավականին ալիքս հետ է ընկել, եթե չեք բաժանորդագրվել, բաժանորդագրվեք, սեղմեք հավանելու կոճակը, որպեսզի տարածվի, ձեր հարազատները, ընկերները տեսնեն և գրեք մի գեղեցիկ գրառում, ինչպես որ միշտ գրում եք, սիրում եմ ձեզ, իմ լավ բարեկամներ, գրանցվեք, որպեսզի ալիքս բարձրանա, տարածվի, շատ դանդաղ է ալիքս բարձրանում, գիտեք սիրելիներս, այս 20-25 օրում էլ ոչինչ չտեղադրեցի, ունեի ընդամենը Հայաստանում նկարված 3 հոլովակ, որից 2-ը տեղադրել եմ, մնում է 1 հոլովակ տեղադրեմ և արդեն Հայաստանից հոլովակներով սահմանափակեմ, որովհետև էլ դեռ չունեմ Հայաստանում նկարած հոլովակներ, չեմ տրտնջում, չեմ նեղվում, ոչինչ, մյուս անգամ եթե տա Աստված գնամ, լավ կլինի, չեմ ուզում ոչ նպատակներ դնել, ոչ երազել, ոչ էլ ասել, Աստծու կամոք, ոնց Աստված կդասավորի, այնպես էլ կանենք, ասեմ, որ պատշգամբում ցույց տվեցի, ձեզ գեղեցիկ ծաղիկներ է դրված, այս ծաղիկներն էլ են արդեն թոռոմել, -2 է արել մեզ մոտ, վարդերն էլ է թոռոմել, սևացել, բոլոր ծաղիկները, մի քիչ սիրելի հարազատ դարձած հետևորդներ ջան,
Մաքրություն արել են հողամասում, բայց դեռ բավականին էլ կա։ Այս շաբաթ տեսնենք եղանակը ոնց կլինի, ուզում եմ որդիս և հարսս մաքրեն լրիվ, մի անգամից դասավորվենք, հողամասի գործերը վերջացնենք։ Այնքան շատ ինքնաթիռներ են թռնում, որ լսում եք, չէ՞ ձայները, հանգիստ չկա, հանգիստ։ Այս 2 օրը շատ ինքնաթիռներ են թռչում, շատ ձայներ են գալիս ինքնաթիռների։ Իհարկե մեր Հայաստանի այդ կարոտը ամեն ինչից վեր է, սիրելիներս, կարոտը մեզ շատ տանջում է, մեր հայրենիքի կարոտը, մեր տան կարոտը, մեր բարեկամության կարոտը մեզ շատ տանջում է, որը մենք մեծ ցավ ենք ապրում, բայց ինչ արած, սփռվել ենք աշխարհով, ամեն մեկս մի անկյունում տունտեղ է պատրաստել, ապրում ենք։ 90-ականներից առաջ, թե 80-ների վերջին շատ լավ տարիներ էին, շատ ուրախ, ոչինչ, թող մի քիչ էլ քիչ լինի, բայց մեր հողում էինք ապրում, մեր տան մեջ էինք ապրում, մեկս մեկով ապրեցինք աշխարհով, մեր հայրենիքին կարոտած մնացինք, բոլորս էլ եթե դրսում ենք ապրում, կարոտում ենք, իմ լավ բարեկամներ, կարոտում ենք մեր հողն ու ջրին, կարոտում ենք մեր հայրենիքին, մեր տուն ու տեղին, մեր բարեկամներին, հարազատներին, բոլորին էլ կարոտում ենք, ճիշտ է, հիմա շատ լավ զարգացած է հեռախոսակապերը, տեսահոլովակ ենք միացնում, խոսում ենք, տեսնում ենք, բայց միևնույն է, այն չես կարող կարոտդ առնել, ինչ որ դեմ առ դեմ ես շփվում։ Այսպես, ճիշտ է, նոր եմ եկել, բայց արդեն կարոտեցի իմ հայրենիքը, իմ Հայաստան, չքնաղ մայր հայրենիքը։ Հիմա խմեմ, վերջացնեմ կոֆեն։ Եվ գնամ խոհանոց, այսօր որոշել եմ պատրաստել սովորական վերմիշիլով, նրբշերշիկով փլավ։ Ինձ և ձեզ համար ուզում եմ անակնկալ ցույց տալ, որ գնացի Հայաստան, մի 2 օր անցավ, հարսը զանգահարեց, թե մամա, մենք նվեր ունենք Տուլա քաղաքից, սիրելիներս, Մարինկային և մեզ համար նվերներ է ուղարկել իմ բարի, ջերմ, միշտ հետևող Վեռոնիկան, որը ապրում է Տուլա քաղաքում։ Տեսեք, բացել են իրենք, նայել են պակետը։ Հիմա ես այսօր ուզում եմ ձեզ ցույց տալ այս նվերները և իմ խորին շնորհակալությունը հայտնել Վեռոնիկային։ Անչափ, անսահման շնորհակալ եմ, Վեռոնիկա ջան, տեսեք, ինչ գեղեցիկ գույնով, շատ սիրում եմ այս փիրուզի գույնը, գեղեցիկ շորտ է, սա երևի հարսին կլինի, Մարինկայից շատ մեծ է, նաև կալգոտկա է, նորից գեղեցիկ, մոդայիկ, սա է լասին է, տակ, սա էլ է մեծ, Մարինկային չի լինի, մյուս թոռներից կլինի, շնորհակալություն Վեռոնիկա ջան, անսահման շնորհակալ եմ։ Սա էլ այսպիսի գեղեցիկ տաբատ է ջինսից։ Սա բավականին մեծ է։ Ոչինչ։ Սիրելիներս, շատ գեղեցիկ է։ Կրկին անգամ շնորհակալ եմ։ 2 հատ այսպիսի գեղեցիկ մայկա է,
բացեմ լրիվ ցույց տամ, այսպես շորի տակին հագնելու։ Շատ գեղեցիկ կրուժավայով մայկա է։ Մեկը բացել են, սա երկրորդն է, սիրելիներս։ Այստեղ ունենք ձեռագործ մի գեղեցկություն, որը գործել է իմ շատ սիրելի հետևորդուհի Վերոնիկաս, հələ տեսեք, գեղեցիկ ծաղկամանով, գեղեցիկ ծաղիկ, սա էլ աղջկա գլուխ է, զարդարված, տեսնում եք, գեղեցիկ, տեսեք ինչ շնորհալի է մեր Վերոնիկան, իմ լավ բարեկամներ, հարազատներ, բրավո Վերոնիկա ջան, Աստված ձեռքերը դալար պահի, քույրս։ Ուղարկել է նաև 2 հատ այսպիսի ձեռագործ, նորից իրեն գործած, ինչ են ասում, տեսնում եք, բալանիները կախելու կամ պայուսակի վրա է կախելու բրուլոկներ, խնդրեմ, նապաստակ է շատ գեղեցիկ, սա էլ երևի աղավնի է հենց, ոչ թե երևի, այլ աղավնի է։ Ուղարկել են նաև շատ անուշաբույր Հունաստանից աղջիկն է ուղարկել, տեսնում եք, ինչքան գեղեցիկ, գունեղ, գունավոր, անուշ հոտով խունկ է, սիրելիներս։ Իսկ սա մոմակալ է, տեսնում եք, իսկ սրանք մոմերն են։ Սիրելի հետևորդներ ջան, գիտեք, նվերը չէ, այլ ուշադրությունն է, հարգանքն է, սերը, մեկը մեկի նկատմամբ, Վերոնիկա ջան, Աստված օրհնի կյանքիդ բոլոր օրերը, օրհնի ընտանիքիդ անդամներին, երեխաներիդ, թոռներիդ, ամուսնուդ, բոլորիդ, Աստծո օրհնությունը անպակաս լինի ձեր օջախից, զգացված եմ, հարգելիս, գրկում և համբուրում եմ, նորից եմ կրկնում, նվերը չէ հարցը, այլ ուշադրությունը, շնորհակալություն Վերոնիկաս, շնորհակալություն, եղիր առողջ և երջանիկ, քո գեղեցիկ ընտանիքի հետ միասին, իսկ հիմա սիրելիներս անցնենք խոհանոց, պատրաստելու եմ վերմիշիլով, նրբերշիկով, համեղ փլավ, երևի նորություն է, Մարինես ոնց է ուրախացել, գիտեք ինչ է ուրախացել, որ ասեցի քեզ համար են ուղարկել, շատ ուրախացավ և որոշել է ազատ ժամանակ պատրաստել ձեզ համար և ցույց տալ, ուրախացավ, որ շատ եք սիրում իրեն, ուրախացավ, որ սիրում եք և ուղարկում եք նվերներ, իմ լավ բարեկամներ, կրկին անգամ Մարինես տանը չի, որ շնորհակալություն ասի, Մարինեիս անունից շնորհակալություն Վերոնիկա։ Իսկ հիմա սիրելիներս գազ օջախը վառեմ, տապակը դնեմ և առանց բուսայուղի պետք է բովեմ վերմիշիլը, թույլ կրակի վրա, մանր վերմիշիլ եմ պատրաստում, մանր վերմիշիլով նրբերշիկը շատ համեղ է ստացվում, 2 անգամ մի պակետը, պաչկան 2 անգամ կբովեմ, լավ կբովեմ վերմիշիլը մինչև դառնա կարմիր, սիրում եմ, որ կարմիր է լինում, կարմիր լինելու դեպքում, որ շատ ես բովում, եփում ես, հատիկ է լինում վերմիշիլը, իսկ եթե մի թեթև կարմրացնում ենք, հատիկները կպնում են իրար ու մեր փլավը խուսի պես է լինում, բովելուց հետո վերմիշիլը կդատարկեմ ափսեի մեջ, հաջորդը կբովեմ,
Տեսնում եք ինչ լավ կարմրեց, հիմա սա կդատարկեմ, մյուսը արդեն կլցնեմ, մնացածը կբովեմ նորից։ Հիմա դատարկեցի բոված վերմիշիլը կարմիր, ավելացրեցի մնացած վերմիշիլ։ Սիրելիներս, սա էլ արդեն համարյա պատրաստ, կդատարկեմ, դատարկեցի վերմիշիլը, հիմա տապակի մեջ լցնում եմ բուսայուղ, որպեսզի տապակեմ նրբ երշիկները։ Մաքրեմ շիշը և դնեմ մի կողմ։ Մինչ բուսայուղը կտաքանա, ես կկտրտեմ արդեն նրբ երշիկները։ Կտրտում եմ կլոր, սովորական, սիրելիներ։ Ինձ մոտ 5 հատ նրբ երշիկ է, սա բավական է, դուք կարող եք քիչ լցնել, կարող եք շատ ավելացնել, ունեի 5 նրբ երշիկ, 5-ն էլ կտրատում եմ։ Արդեն բուսայուղը դաղվեց, լցնում եմ նրբ երշիկները, թեթև կտապակեմ, նոր արդեն ընթացքում ցույց կտամ ինչ եմ անելու։ Դասավորեմ, որպեսզի հավասարաչափ տապակվեն։ Բերանը ծածկեմ, թող տապակվի։ Բավականին արդեն կարմրել է, տապակվել է։ Մի փոքր, հետո նոր արդեն տեսնում եք, լավ կարմրել է։ Սա բավական է արդեն։ Մի հատ էլ խառնեմ։ Նրբ երշիկը արդեն պատրաստ է, ավելացնում եմ վերմիշիլը։ Մի հատ խառնեմ, նախորոք ջուր եմ դրել, եռա, արդեն եռացել է, եռման ջրով եմ պատրաստելու։ Ավելացնում եմ եռման ջուր։ Այնքան եմ ավելացնում, մինչև իրեն հազիվ ծածկի։ Այսքանը բավական է, հիմա կավելացնեմ աղ, սկզբից եմ ավելացնում, որ ավելի համեղ լինի, քիչ եմ լցնելու, որտեղ նրբ երշիկն էլ մի քիչ աղույթուն ունի, ընթացքում կհամտեսեմ, եթե պակաս լինի աղը կավելացնեմ, բերանը ծածկեմ, թող արդեն եփի։ Հիմա նորից խառնում եմ, տեսնում եք ինչ հատիկ ըմպտիր ստացվում է,
մի քիչ էլ ջուր կա մեջը, մի փոքր կքաշի, հիմա կհամտեսեմ աղը։ Աղը բավական է, մի 2 րոպեից կանջատեմ։ Այստեղ էլ տապակի մեջ լցրել եմ բուսայուղ, որպեսզի երեխաների համար պիլմենի ժարի տանեմ։ Էդպես ուզեց տղա թոռս, որ այսօր ուզում է պիլմենի։ Հիմա բերանը ծածկեմ, թո տապակվի, պիլմենին է տապակվի։ Փլավը արդեն պատրաստ է, ստացվեց ընտիր, տեսնում եք, եւ հետաքրքիր։ Հիմա կասեք տիկին Մարինե, ինչ հետաքրքիր, այո, նրբերճիկով հետաքրքիր փլավ ստացանք։ Այստեղ էլ արդեն պիլմենին է կարմրում, պատրաստ է։ Սիրով պատրաստեցի, վերջացրեցի մեզ համար, ցույց տվեցի ձեզ համար այսօրվա մեր ճաշը, սիրելիներս, վերմիշելով, նրբերճիկով փլավը։ Տեսնում եք, այստեղ էլ արդեն պատրաստվում ենք ճաշի, ունենք մեր հողամասից քաղած պղպեղը, վարունգը թարմը լոլիկ, թթու էի դրել, թթու համեստ անուշ սեղանը, մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, ցտեսություն։